պետական պարտքի հետ կապված էր կառավարման շրջանի, որտեղ տարբեր թվեր եմ լսել ես 700 միլիոն, միլիարդ 200 միլիոնի կարգի մի քանի հակասական թվեր կան, անկախ ամեն ինչից, երբ որ նայում ենք 26 թվականին Հայաստանը արդեն պետք է սպասարկման համար վճարի ավելի շատ գումար, քան եղել է 98-2008 ամբողջ պետական պարտքը։ Այ եթե կարողանաք ճշգրիտ թիվը ասեք, մեր համար ավելի հեշտ կլինի այս հարցը բարձրացնել, ներկայացնել, ոչ թե հնայի հետ համեմատությամբ։ Նայեք, մոտ 14 միլիարդ դոլար է հիմա դառնում արտաքին պարտքը։ Իմ հիշելով մոտ 400 միլիարդ դրամ արդեն 380 քանի 390 կարող եմ մի քիչ սխալվեմ, միայն արտաքին պարտքի սպասարկման է գնալու հաջորդ տարի։ Դա ավելի շատ է, քան ամբողջ կրթությանը բյուջեում նախատեսված գումարները։ Ավելին, ցած մտքում մի քիչ դժվար է հաշվել, բայց կրթություն, գիտություն միասին ավելի քիչ է նախատեսված, քան արտաքին պարտքի սպասարկման գումարը։ Հիմա այսպիսի վիճակ է, եւ այո, ճիշտ եք ասում, այդ գումարը մոտ է, հիմա դժվարանում եմ ասել, քան այն ժամանակ ընդհանրապես ամբողջ պարտքն էր։ Ես տոկոսային հարաբերակցությամբ եմ հիշում, բայց չեմ կարող հիմա զուտ թվեր ասել, բայց սա հսկայական թիվ է։ Սա մենք միգուցե օգտագործեմ այս բառը, դա բուրգ է կառուցված։ Եվ այդ բուրգը փլվելու է։ Ենթադրենք միած սցենար նայենք, վաղը մյուս օր Ուկրաինայում պատերազմը, եթե կաղնի, օրինակ, եթե բանկային ընդհանրապես Ռուսաստանի սանկցիաների մի մասը կամ ամբողջությամբ հանվեն, մեր տնտեսությունը կոլապսի առաջ է կանգնելու։ Մի հսկայական զանգված, օրինակ Ռուսաստանում հայկական քարտեր են բացել, ներդրումներ են արել, հաշիվներ են բացել մեր բանկային համակարգում, որ կարողանան նաև իրենց ծախսերը, իրենց ճամփորդությունների ժամանակ անել։ Այդ ամբողջը փլվելու է։ Մեր բանկային համակարգի այս գերշահույթները ամբողջությամբ կապված են այս հանգամանքի մեջ։ Լիքը բիզնեսներ անգամներով ավելի մեծ ցուցանիշներ են այսօր ցուցադրում մեկ պատճառով սանկցիաների շրջանցելու այս տարբերակը։ Հիմա դուք պատկերացրեք, վիճակ փոխվեց, կոպիտ ասած, լիք երկրներ կա, որ այս պատերազմի չցանկանալով, բայց շահառու են դարել բիզնեսներն այլ։ Եվ ոչ միայն Հայաստանը։ Դուք նայեք առևտուրը ինչքան է աճել Ղրղստանի հետ, Ղազախստանի հետ, այնց բազմաթիվ երկրներ, հատկապես նրանք, ովքեր ազատ առևտրի ռեժիմներ ունեն Ռուսաստանի հետ։ Հիմա մի պահ պատկերացրեք, այս ամբողջը կաղնի։ Ինչ է լինելու։ Եվ նման պարագայում պարտքը, այդ պարտքը արտաքին ոչ ոք էս չի ներելու, դու ստիպված պետք է այդ պարտքը շարունակես սպասարկել։ Սա լրջագույն խնդրեմ է լինելու։ Դրա համար սրանք են թվերը։ Ես մի որոշ ժամանակ առաջ այս տեսակ գործողությունները, երբ որ ձեր նախագահության ժամանակ կատարվել են, մարդու իրավունքների գրասենյակի հիմնում, հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի ստեղծում, երաստիճան դատական համակարգ, անկախ հանձնաժողովներ, էներգետիկայի, Ես ամեն ինչը խմբավորեցի տարբեր եւ արհեստական բանականությանը հարց տվեցի, ասացի, խնդրում ասեք նման ղեկավարի բնորոշումը, երբ որ նման գործողություններ են արվել, ու ինչ պատասխանեց։ Տեխնոկրատ, հա երևի։ Չէ, նման ղեկավարի քաղաքական կուրսը կարող ենք բնութագրել հետեւյալ կերպ. ժողովրդավարության ամրապնդում, իրավական կայունացում, կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականություն, քաղաքացու իրավունքների արժանապատիվ պաշտպանություն։ Նայեք, ես ուղղակի բացատրեմ, օրինակ էներգետիկայի հանձնաժողովը, իսկապես անկախ հանձնաժողով է։ Երբեք ոչ մեկին թույլ չեմ տվել խառնվել հանձնաժողովի գործերը։ Ինքս երբեք չեմ խառնվել։ Բայց ինչի համար այդ հանձնաժողովը ստեղծվել եւ հանձնաժողովի ստեղծման նպատակը, որ կառավարությունը, որը ձևավորվում է արդեն sense խորհրդարանի տոկոսային հարաբերակցության հիմքի վրա, կառավարությունը նախընտրական տրամադրությունների համար չգնա տարիֆների այս սակագների վերանայման։
Ամբողջ նպատակը սա է, որ համակարգը ուրիշ ռեժիմի մեջ լինի։ Հիմա էներգետիկա հանձնաժողով չկա, գոյություն չունի։ Դուք տեսաք այս հանձնաժողովի անկախությունը ուղղակի քանդեցի եւ քանդեցին մեկ պատճառով։ Այս իշխանությունը հակակշիռ չկա։ Առաջնային մանդատ ունեցող հակակշիռ պետական ինստիտուտները ուղղակի չկա։ Ինչ որոշումներ են կայացրել բաշխի ցանցերի վերաբերյալ։ Հիմա չեն բացառում միջև ընտրությունները ասեն, այսքանով էժանացնում ենք հոսանքը։ Թե հետո ինչա լինելու, ինչ հետևանքներ է բերելու, հա հետո կրկնակի ավելի թանկացնելու ես։ Հիմա այս ամբողջ համակարգը ժամանակին ստեղծել ենք հենց մեկ նպատակով, որ մարդկանց ընթացիկ մոտիվացիան չգերադասվի ավելի երկարատև երկրի շահերին։ Ամբողջ նպատակը սա է։